Կիրակի օրը մինչ Փաշինյանն ու ՔՊԱ-ական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Հովանավանքում մասնակցում էին կարգալույց հռչակված Տեր Արամ Ասատրյանի մատուցած պատարագին, Մայրաթոռում ընթանում էր հայրապետական մաղթանք Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ։ Այս իրադարձությունների ուղիղ հեռարձակումները վկայակոչելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Facebook-յան էջում գրառում էր կատարել, պնդելով, թե Մայրաթոռի սակավամարտությունը ցուցիչ է բարձրաստիճան հոգևորականության նկատմամբ ցածր վստահության։ Ալեքսանյանը սակայն չսահմանափակվեց երկու եկեղեցիներում գտնվող մարդկանց հաշվելու մասին միայն գրառումներով։ Երեք թեմային անդրադարձավ նաև ճեպազրույցում։ Ուղղակի նայեք, քանի տասնյակ մարդ է ընդամենը մասնակցել իր գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագին։ Պարոն Ալեքսանյան, հավաքներին էլ երկու անգամ արդեն Հովանավանք է գնացել վարչապետը եւ ինչ փոքրաթիվ մարդիկ էլ նրա կոչով։ Ժորժան, դա մեր հավաքը չի, դա պատարագ է, ակնհայտ է, որ արդեն երկու կիրակի է, ինչ Հայաստանի ամենամարդաշատ պատարագը տեղի է ունենում Հովանավանքում։ Ավելին, Ալեքսանյանը պնդեց, թե մարդկանց են բերել Մայրաթոռ։ Ստիպված ընդդիմադիր պատգամավորներով են լցրել Մայրաթոռի դահլիճը, ստիպված այն քոչայանական մյուս ուժը իր քարոզարշավը Էջմիածնում թողել գնացել այնտեղ, որ այդ դահլիճը գոնե դահլիճը կարողանան ցույց տան, որ իբր մարդաշատ է։